Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի հարձակումը Սամվել Կարապետյանի դեմ աշխարհաքաղաքականություն եւ բլեֆ։ Հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 18-ին այս օրացույցային օրը անպայման հիշեք, մենք դեռ կվերադառնանք այսօրվան, հայտնի դառավ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հրահանգով իրավապահ համակարգի ներկայացուցիչները Սամվել Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեջ։ Կա առնվազն հիմնավոր կասկած, որ օգտագործելով իրավական այս գործընթացը Հայաստանի Հանրապետության իշխանությունները կփորձեն Հայաստանում իրականացնել կապիտալի սեփականության վերաբաշխում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սամվել Կարապետյանի դեմ գործողություններից հետո, որ ժամանակն է պետականացնել, ազգայնացնել հեծը։ Կամ սեփականության վերաբաշխում կիրականացնեն, կամ առնվազն կփորձեն ստեղծել պատրանք, որ իրենք ազգայնացումն են իրականացնում։ Եկեք մենք հասկանանք, ինչ է իրականում անում Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարությունները փորձենք մի փոքր վերլուծել։ Բացի նրանից, որ նա ասում է, որ եկել է պետությանը վերադարձնելու ժամանակը հեծի, նաև կոչ է անում հեծի աշխատակիցներին լոյալություն փաստացի դրսևորել իշխանություններին, պաշտոնական Երևանին, նա նաև ասում է, որ բոլոր նրանք, ովքեր բարեխիղճ կերպով կշարունակեն իրենց աշխատանքը մինչև պետականացումը, այդ լոյալությունը, բարեխիղճությունը ապագայում կգնահատվի, ավելին փաստացի այսօր նաև կոչ եղավ գործ տալ Սամվել Կարապետյանի դեմ, բոլոր այն աշխատակիցները, որոնք կարող են, փաստորեն իրենց կոչ են անում Սամվել Կարապետյանի դեմ գործեր տալ։ Եթե փորձենք բացատրել, թե ինչ է թաքնված այս ամենի ետևում, պարզ կդառնա հետևյալը. Նիկոլ Փաշինյանը ինքը օբյեկտիվորեն ունի վախեր, կապված նրա հետ, որ այն հսկայական ահռելի սոցիալական կապիտալը, այսինքն աշխատակիցները Հայաստանի էլեկտրական ցանցերի կարող են դուրս գալ փողոց պաշտպանելու համար Սամվել Կարապետյանին, որովհետև իր դեմ ապօրինի քրեական գործ է իրականացվում։ Եթե այդ մարդիկ դուրս գան փողոց, տրամաբանությունը հուշում է, որ Սամվել Կարապետյանի բիզնեսի մեջ ներգրաված այլանդիկ եւս կարող են դուրս գալ փողոց, այս սրանից Նիկոլ Փաշինյանը վախենում է, որովհետև այս ամենը կարող է վերածվել լուրջ քաղաքական գործընթացների, ինչից Նիկոլ Փաշինյանը, որը վերջերս ընդամենը շռնդալից պարտություն էր կրել Գյումրիում, վախենում է, ինչը վերաբերվում է նրան, որ կպետականացնեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Իհարկե, երևի մենք կկեղծենք իրականությունը, եթե ասենք, որ շահագրգիռ կողմեր չկան, որոնք կուզեն այն սեփականաշնորհել Հայաստանի էլեկտրական ցանցերը, բայց հենց պետականացնելու հետ կապված, եկեք փորձենք հասկանանք ընդհանրապես ինչ է կատարվում։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, հեծը դարել է Սամվել Կարապետյանի սեփականությունը 2015 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանություններն են խնդրել, որովհետև ահասարսուր իրավիճակ էր, եկեք այսպես ձևակերպենք հեծում եւ կար անհրաժեշտություն խոշորածավալ ներդրումների 2015 թվականի վերջից մինչեւ 2014 թվականը 634 միլիոն դոլարի ներդրում է կատարվել հեծի արդիականացման ուղղված։ Վերջերս եղավ հայտարարություն առայն, որ մոտակա ժամանակահատվածում ընկերությունը պատրաստվում է առնվազն 100 միլիոն դոլար ամեն տարի ներդրում կատարել ցանցի զարգացման համար։ Ավելին ըստ պաշտոնական տվյալների մինչև 2034 թվականը ընդհանուր ներդրումների ծավալը կազմելու է ավելի քան 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չի կարողանա նույնիսկ օպերատիվ ծախսերը ապահովել հեծի աշխատանքների հետ կապված։ Օպերատիվ կառավարումը իրենք նույնիսկ չեն կարողանա իրականացնել։ Ի վերջո հիշեք, հարգելի հեռուստադիտողներ, հիշում եք ինչ էր եղել Շուրնուխում, Սյունիքի այդ գյուղում, երբ որ մի հատվածը անցել էր ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, այն բանից հետո, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց արդեն Հայաստանի Հանրապետության տարածքները Ադրբեջանին, 3 տարուց ավել իրենք չէին կարողանում ընդամենը 10 տուն կառուցեն։ Այս մարդիկ հիմա ասում են, որ իրենք կկարողանան կառավարել հեծը կամ մինչև 2034 թվականը միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել։ Սա այն ֆունդամենտալ խնդիրն է, որը շատերը պետք է հասկանան ու հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ բլեֆ է անում, փորձելով այնպես անել, որ հանկարծ փողոց դուրս չգան Սամվել Կարապետյանի աշխատակիցները, ինչը վերաբերվում է մեղադրանքին, որը առաջադրվել է Սամվել Կարապետյանին, դա իշխանությունը զավթելու կոչերն են։ Նախորդին մենք ձեզ հետ արդեն խոսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի օբյեկտիվ մտավախություններ կապված Սամվել Կարապետյանի հետ, պայմանավորված հետևյալով. Կարապետյանը ունի ֆինանսական, կազմակերպչական,
սոցիալական, աշխարհաքաղաքական կապիտալ, ավելին գաղափարական տեսանկյունից նա չի աջակցում Հայաստանում որևիցե առանձին վերցած քաղաքական ուժի, քաղաքական գործ չի անհատի, նա աջակցում է հայ առաքելական եկեղեցուն, ինչքան էլ իշխանությունները հակաքարոզ իրականացնեն հայ առաքելական եկեղեցու դեմ, միևնույն է, այստեղ շատ բարդ է սրա դեմ ինչ որ քարոզչություն իրականացնել եւ ասել, որ այս կամ այն անհատի շահերն է սպասարկում Սամվել Կարապետյանը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ամենը կարող է վերածվել քաղաքական կապիտալի իր համար դրանից բխող բոլոր հետևանքներով եւ տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հարձակվի Սամվել Կարապետյանի վրա, ինչն էլ նա իրականացնում է, ինչը վերաբերվում է աշխարհաքաղաքական կոմպոնենտի այս ամենին, հերթական անգամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների ետևում, գործողությունների զգալի մասի ետևում կա ակնհայտ հակառուսականություն։ Եթե այս համատեքստում դիտարկեք գործընթացները, ապա ձեզ համար նաև պարզ կլինի, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հենց հիմա հարձակվեց Սամվել Կարապետյանի վրա, Սամվել Կարապետյանի դեմ, հարգելի հեռուստադիտողներ, մինչև 2026 թվականի ընտրությունները Նիկոլ Փաշինյանը նույնը տրամաբանությունը հուշում է, որ կարող է փորձել իրականացնել նաև ռուսական կապիտալով այլ ընկերությունների դեմ, որովհետև իր համար իրենք քաղաքական վտանգ են ներկայացնում։ Բայց հիմա վերադառնանք մեր զրույցի սկզբին։ Հունիսի 18 Հարգելի հեռուստադիտողներ, հիմա ձեր էկրաններին կտեսնեք մի նորություն, մի լուր, որը լույս էր տեսել հունիսի 18-ին, բայց 2021 թվականի Ադրբեջանի դատախազությունը հետախուզում էր հայտարարել մի շարք հայ ազգի գործիչների դեմ՝ Արա Աբրահամյան, Դավիթ Գալուստյան եւ Սամվել Կարապետյան։ Իրենք մեղադրվում էին նրանում, որ իբր թե նպաստել են նրան, որ Արցախ մեծաքանակ զենք եւ զինամթերք է տեղափոխվել 2021 թվականի հունիսի 18, 2025 թվականի հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը տարավ Սամվել Կարապետյանին դատարան։ Հետևությունները թողնում ենք ձեզ, մտածեք այս մասին։